Շատ կարևոր եւ առաջնային նշանակություն ունի բժշկական օգնության ու սպասարկման ոլորտում հատկապես զին ծառայողների, նրանց ընտանիքների, նրանց հավասարեցած անձանց բժշկական օգնության սպասարկման իրականացումը եւ սրա հետ կապված կցանկանայի սկսել նրանից, որ սա սոցիալական ծառայության փաթեթի առողջապահական մասն է, որտեղ հատկապես շատ մանրամասն ներկայացված է այն ծառայությունների ծավալը, ձևաչափը, որը այսօր պետական պատվերի սահմաններում իրականացվում է զին ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Այստեղ պետք է ասեմ, որ ամենաընդլայնված ծավալն է ներառված այն, ինչ որ ընդհանուր առմամբ առողջապահության նախարարությունը ներկայացնում է պետական պատվերի սահմաններում։ Այն ինչ է իրենից ներկայացնում, դա հիվանդանոցային բժշկական օգնության ծառայություններն են, դրան ներառած գումարած նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական օգնություն ու սպասարկումն է եւ հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների իրականացում։ Ինչ վերաբերվում է այն նորություններին, այն փոփոխություններին, որոնք վերջին ժամանակներս եղել են, ես կցանկանայի նախ եւ առաջ ներկայացնել արտերկրում բուժ օգնության շարունակականությունը ապահովելու հետ կապված հանձնաժողովի առկայությունը, որը գործում է առողջապահության նախարարությունում եւ արդեն իսկ մոտ 5 զին ծառայողների հարց է քննարկվել, որից 3-ին տրվել է դրական պատասխան, իսկ 2-ին դեռևս սպասելու ժամանակ ունենք։ Նրանք այն զին ծառայողներն են, որոնք առաջնագծում, պատերազմական իրավիճակում կամ իրենց ծառայությունը իրականացնելուց ստացել են այնպիսի վնասվածքներ, այնպիսի հիվանդություն, որը չի ստացվի, չի հաջողվում մեր ունեցած ռեզերվով բուժում իրականացնել։ Կառավարության որոշումում որևէ սահմանափակում կամ որևէ շրջանակ ֆինանսական չի ներկայացված։ Բնականաբար սա պետության գումարներն են եւ նա պետք է շատ թիրախային ու նպատակային օգտագործվի, բայց մենք օգտագործում ենք մեր զինվորների, մարդիկ, ովքեր որ մեր հանուն մեր խաղաղ կյանքի սահմանում ստացել են այսպիսի վիրավորվել են, ստացել են խեղումներ, իրենց առողջությունը, իրենց վնասելով, որը որ որևէ ֆինանսական գնահատական նման հարցին տալ չի կարելի։ Այստեղ երկու եզրերը ես ձեզ ներկայացրեցի։ Մեր բժիշկները բացառապես այս սկզբունքով են առաջնորդվում։ Ինչ վերաբերում է այն երկու դեպքերը, որ մենք առայժմ գտել ենք դեռ պետք չէ, դեռևս ժամանակը չէ արտերկիր տեղափոխելու։ Դրանք վերաբերվում են հիմնականում այն դեպքերին, որտեղ դեռևս վերականգնողական բուժումը վերջնական Հայաստանի Հանրապետությունում իրենք չէին անցել, չէին վերջացրել։ Եվ հաջորդ քայլը, որի մասին կցանկանայի խոսել, կան մի շարք զին ծառայողներ, ովքեր բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելուց հետո հաշմանդամություն չեն ստացել, այսինքն իրենք իրենց առողջության հասցրած վնասը այսօրվա մեր չափանիշներով չի համապատասխանում, որպեսզի նրանք ստանան հաշմանդամություն, սակայն ունեն այդ խնդիրը, այսպիսի հարց բարձրացվեց բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, առողջապահության նախարարության հետ քննարկվեց եւ ավելացվեց 25-րդ կետը սոցանապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց մեջ։ Սրանք այն զին ծառայողներն են, ովքեր իրենց խեղումը, հիվանդությունը ստացել են զինվորական ծառայության ընթացքում, սակայն այդ չափանիշներով չեն համապատասխանում զին հաշմանդամի, այսպես ասած, կարգին։ Նրանք հիմա հատուկ իրենց վերականգնողական ծրագրի շրջանակներում պետական պատվերից կարող են օգտվել։ Քննարկվում է վերականգնողական բուժման խնդիրը։ Այդ դեռևս խնդիրը քննարկման փուլում է։ Ինչու՞, որովհետև ինքը վերականգնողական բուժումը չի ներառված այս սոցիալական փաթեթի մեջ։ Իսկ այսօր, այո, մանավանդ 4-օրյա պատերազմից հետո հասկանալի էր, ընկալելի էր, որ պետք է վերականգնողական բուժման, դա վերաբերում է եւ հիվանդության, եւ մարդու հոգեթերապևտիկ վիճակի վերականգնման ադապտացիայի, այո, դա շատ կարևոր բան է, այս փուլը քննարկվում է։ Զին ծառայողը, նրա ընտանիքի անդամը երկու ձևաչափով կարող է բուժվել, ինքը կարող է բուժում ստանալ իր հոսպիտալներում,
այսինքն այն բժշկական կազմակերպությունները, որոնք պաշտպանության նախարարության ներքո են գտնվում, եւ նրանց հիմնական ֆունկցիան դա է, որ պետք է զինծառայողին բուժում սպասարկեն, եւ իհարկե քաղաքացիական հաստատություններում, այն բոլոր բժշկական կազմակերպություններում, որտեղ ունենք հիվանդանոցային պետական պատվեր տեղադրված, այդտեղ համամասնորեն, համապատասխան ձևով տեղադրված է նաև զինծառայողների, ընտանիքի անդամների հետ կապված պետական պատվեր ստանալու պայմանագիրը։ Ինչ վերաբերվում է, թե իրենք ինչքանով են կարողանում սպասարկվել, այսինքն ինչ չափի է գոհունակությունը մեր հիվանդանոցներում սպասարկման հետ կապված։ Այս հարցը շատ տեղին ճիշտ բարձրացված է, որովհետև մենք մոտավորապես սեպտեմբեր ամսից հետո ունենում ենք խնդիրներ։ Ինչ խնդիրներ են դրանք։ Դրանք յուրաքանչյուր ամիս համամասնորեն պետական բյուջե է տրամադրվում եւ այս համամասնորեն պետական բյուջեի եւ առաջ պահանջարկի միջև խնդիրներ է լինում է երբեմն, որ այո, մարդը դիմում է բժշկական կազմակերպություն եւ այնտեղ խնդիր է առաջանում, ինչ որ մենք պետպատվերը վերջացել է, այսպես ասած, մի տենց տերմին կա, որ անընդհատ օգտագործվում է, դա այս դեպքում առաջարկված է հետեւյալ տարբերակները։ Նախ եւ առաջ, եթե ինքը անհետաձգելի շտապ դեպք չէ, եթե մինչեւ 48 ժամ, 24-48 ժամվա ընթացքում մարդու կյանքին վտանգ չի սպառնում, վերադարձ փոփոխություններ չի ենթադրվում, այսինքն սա անհետաձգելի վիճակ չէ, որի դեպքում որևէ խնդիր չկա, ունենք գումար, չունենք գումար, քրեորեն պատժելի է բժշկական կազմակերպությանը եւ ադմինիստրացիային եւ ընդունող բժշկին, եթե դա հրաժարվում են բուժօգնություն իրականացնելուց։ Մյուս դեպքը դա արդեն պլանային բուժօգնության մասին է խոսքը, այսինքն այն դեպքերն են, որոնք կարող են սպասել։ Այս դեպքում կատարվում է հերթագրում։ Հերթագրման սկզբունքը վերջին տարիներին մենք շատ ավելի կարգավորել ենք, սակայն այս տարվա փորձը ցույց տվեց, որ այս էլ բավարար չէր։ Այսինքն ինքը ամբողջովին չկարողացավ լուծել այն խնդիրները, որոնք դրված են մեր առջև։ Բնականաբար մենք այս պահին մշակում ենք նոր մոտեցում պետական պատվերի տեղադրման, պետական պատվեր եւ քաղաքացի զինծառայողի ընտանիքի անդամ, սոցփաթեթի շահառու, սոցանապահով այս խավերը, նրանք այս որոնք որ պետական պատվեր են ստանում, կարող ենք ինչ հնարավորինս չափ բերել ու կարգավորել